Եթերում հոգևոր զրույցներ հաղորդաշարն է։ Իմ զրուցակիցն է արժանապատիվ Տեր Գրիգոր Քահանա Հովհաննիսյանը։ Այսօր մենք կխոսենք մեղքի մասին։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։ Տեր Հայր, հասարակության հոգևոր գիտակցության բարձրացմանը զուգընթաց շրջանառության մեջ է դրվում նաև այնպիսի մի եզր, այնպիսի մի արտահայտություն, ինչպիսին է մեղքը։ Սակայն որպեսզի ճիշտ գործածվի այս բառը, պետք է պարզաբանվի, թե ինչ է նշանակում։ Ուրեմն խնդրեմ պարզաբանեք, ինչ ասել է մեղք։ Ամենաընդհանուր կերպով ասված, մեղքը հակառակություն է Աստծուն կամ Աստծո կամքին ամեն մի անհնազանդություն, լինի դա կամովին, թե ակամա, գիտակցված, թե անգիտակցված, եթե մենք հակառակ ենք գործում Աստծո կամքին, Աստծո պատվիրանին, Աստծո պատգամին, պատվերին, սա մեղք է, այսինքն մեղքը հակառակություն է Աստուծո։ Ամենաընդհանուր կերպով ասած, մեղքը մարդկության մեծագույն չարիքն է, աղետն է, որի արդյունքում մարդը ունեցավ այն, ինչ որ ունի այսօր, այսինքն իրավիճակ, որտեղ մարդը ոչ երջանիկ վիճակում է գտնվում, մարդը մահվան վախի մեջ է գտնվում, մարդը հիվանդություններով է տառապում, մարդը ունի տագնապներ, վախեր, անհանգստություններ, տեսակ փորձություններ, տարերային աղետներ, եւ այս ամենը որպես մեղքի արդյունք եկավ աշխարհ, որովհետեւ մեղքի արդյունքը եղավ անեծքը, որ ժառանգեց առաջին մարդը Ադամը, քո արածիդ պատճառով անիծյալ թող լինի երկիրը եւ փուշ եւ տատասկ թող աճեցնի երեսիդ քրտինքով ուտես օրվա հացդ։ Ահա մեղքը ինչ հետևանքներ բերեց եւ այսօր մենք բոլորս այս մեղքի հետևանքներն ենք, պտուղներն ենք քաղում, ոչ միայն քաղում, այլ նաեւ մեր մեղքերով շարունակում շատացնել այսպես կոչված պտուղները։ Իսկ ինչու մեղքը մտավ աշխարհ եւ ինչպես եղավ եւ ներկայումս ինչպես է լինում, որ մենք գիտակցելով, որ մեղքը չարիք է, այնուամենայնիվ շարունակում ենք գործել։ Առաջին մարդուն Ադամին Աստված պատվիրել էր, որ Եդեմի պարտեզի բոլոր ծառերի պտուղներից կարող եք ուտել, միայն պարտեզի մեջտեղում գտնվող չարի եւ բարի գիտության ծառի պտղից պիտի չուտեք, որովհետեւ այն օրը, որ ուտեք, կմեռնեք։ Սա էր Աստծո պատվերը, սակայն մարդ արարածը Ադամը անհնազանդ գտնվեց, չպահեց Աստծո պատվիրանը, Աստծո պատվիրանին հակառակ գործեց, խաբվելով օձի կողմից, սատանայից, բանսարկույց խաբվելով, որը փորձեց հակառակը համոզել, այսինքն գայթակղել, պատրել Ադամին, որ գիտես, չես մեռնի, այլ ընդհակառակը Աստծո պես կլինես, եւ Ադամը գայթակղվելով գործեց մեղքը, իհարկե Եվայի միջոցով, սկզբում Եվան մեղանչեց եւ հետո Ադամին էլ ներքաշեց մեղքի մեջ եւ մեղքը այս կերպով, այս ձևով մտավ աշխարհ եւ որպես մեղքի հետևանք այն ամենը, ինչ ես թվարկեցի սկզբում, ուրեմն այսուհետ Ադամից հետո մեղքը ժառանգաբար սկսեց փոխանցվել Ադամի սերնդին եւ սերնդեսերունդ մինչեւ մեր օրերը։ Այստեղ մի կարևոր հանգամանք կա։ Մենք մեղավոր ենք ոչ թե նրա համար, որ մեղք ենք գործում, այլ որովհետև մեղքը մեր մեջ նստած է եւ մենք մեղք գործում ենք նրա համար, որովհետև մեղավոր ենք, այսինքն ժառանգական, սկզբնական, ադամական մեղք ունենք մեր մեջ եւ սա է մեզ տանում մեղքի։ Սակայն եթե մենք այդ արարքը, մեղքը չենք գործում ինքներս, միթե այդ դեպքում եւս մեղավոր ենք համարվում։ Մարդը մեղավոր է համարվում,
երբ որ արարք է թույլ տալիս, մեղք է գործում։ Սակայն խնդիրը նրանումն է, որ մեղանչական, մեղք ժառանգած, սկզբնական մեղք ունեցող, ադամական մեղքով աշխարհ եկած մարդը չի կարող խուսափել մեղանչելուց, չի կարող խուսափել մեղք գործելուց։ Եթե մարդն ինքն իրենով կարողանար մեղքին հաղթահարել, խուսափել, այդ պարագայում կարիքը չէր լինի Աստծո փրկagorցության խորհրդի։ Իսկ միթե մարդ ինքը ազատ չէ իր ընտրության մեջ, երկու ճանապարհ, մեկը մեղանչական եւ մյուսը անմեղանչական։ Միթե մարդը չի կարող ընտրություն կատարել այս երկու ճանապարհների մեջ։ Անկասկած մարդը կատարեց ընտրությունը, Ադամը կատարեց։ Ադամը միանգամայն ազատ էր ընտրելու մեղքի ճանապարհը, այսինքն անհնազանդությունն Աստծո, կամ հնազանդվելու ճանապարհը, ոչ մեղքի ճանապարհը։ Եվ Ադամը իր ընտրությունը մենք գիտենք, որ արդեն ինչպես կատարեց, ինչպիսի ընտրություն կատարեց։ Եվ այսօր ցանկացած մարդ, ես եւ դուք նույն ընտրության առջև ենք կանգնած՝ մնալ մեղանչական, մեղքի ժառանգած մեղքի վիճակի մեջ, ադամական մեղքի մեջ, թե ազատագրվել այս մեղքից Աստծո շնորհով։ Սա էլ մեր ընտրությունն է, եւ մենք էլ ազատ ենք, կարող ենք ընտրել մնալը մեղքի մեջ կամ ընտրել մեղքից ազատագրումը Քրիստոս Հիսուսով, այսինքն այն շնորհով, որ Աստված արեց մարդուն մեղքից ազատագրվելու համար։ Դերեր, դուք խոսեցիք գայթակղության մասին, եւ Աստվածաշունչ Մատյանը ասում է, Քրիստոս ինքը ասում է, որ անհնար է, որ գայթակղություններ չգան, բայց վայ այն մարդուն, ում ձեռքով, ում միջոցով դրանք կգան։ Այսինքն ինչ նկատի ունի այստեղ Տերը եւ ինչ տարբերություն գայթակղության եւ մեղքի միջև։ Այո, նախ մենք միգուցե մի փոքր անդրադարձ կատարենք ինչ է գայթակղությունը։ Այսինքն գայթակղությունը մեղքի տանելու, մեղքին հրահրելու, մեղք գործելու, առաջնորդելու ընթացքն է։ Այսինքն ինչպես Սատանան գայթակղեց նախաստեղծներին Ադամին եւ Եվային պատրանքներով եւ տարավ դեպի մեղք, եւ աշխարհում ընդհանրապես որպես կանոն միշտ մեղքին նախորդում է գայթակղությունը, այսինքն պատրանքը, խաբկանքը, որը մեզ տանում է, ստիպում է մեղք գործել։ Սա կարող է լինել ինչ որ մեկի ձեռքով, սա կարող է լինել ոչ միայն ինչ որ մեկի ձեռքով, այլ մեր ցանկություններից մենք կարող ենք գայթակղվել եւ մեղք գործել, մեր ներսից եկող ցանկություններից։ Եվ այստեղ ձեր հիշատակած խոսքերը ավետարանական ասում է վայ այն մարդուն, որի ձեռքով գայթակղություն կգա, իսկապես ոչ միայն մեղք գործելն է սոսկալի, այլ առավել սոսկալի ասում են որևէ մեկին մեղքի մեջ գցելը, այսինքն գայթակղելը, դեպի մեղք տանելը։ Սա պակաս ծանր հանցանք չէ, քան մեղք գործել, այսինքն մեկին դեպի մեղք տանելը, մեկին մեղքի մեջ գցելը։ Ինչպես կարող է մեկը մյուսին մեղքի մեջ գցել, Տեր հայր, եթե մարդ ինքը չուզենա ընկնել մեղքի մեջ։ Միթե մարդը պաշտպանված չէ այդ առումով։ Միթե Աստված այդպիսի պաշտպանություն չի տվել մարդուն, որ եթե մարդը չուզենա մեղք գործել, նա չգործի։ Ամբողջ խնդիրը դրանում է, որ ոչ բոլորն են, որ տեղիք են տալիս գայթակղությանը եւ հայտնվում են մեղքի մեջ։ Գայթակղություններ շատ կան մեր առօրյա կյանքում, մեր շրջապատում, բայց բոլորը չէ, որ տրվում են այդ գայթակղություններին։ Օրինակ, փոքրիկ օրինակներ բերենք։ Այսօր մեր իրականության մեջ ինչքան շատ են ծխելը գովազդող, տարբեր այսպես գովազդային միջոցներ բոլոր փողոցներում համարյա։ Սա գայթակղություն է մարդկանց առջև, գովազդը ուրիշ բան չէ, եթե ոչ գայթակղություն, օգտվելու այն ամենից, ինչ գովազդվում է։ Բայց ոչ բոլորն է, որ տրվում են այդ գայթակղությանը եւ ծխախոտ են օգտագործում, կամ
նմանատիպ ուրիշ գայթակղություններ։ Այսինքն մարդը ազատ է գայթակղվելու կամ մերժելու գայթակղությունը։ Այստեղ մնացած պարագան կգայթակղվի թե կմերժի իր ընտրությունն է, իր ազատ կամքի դրսևորումը եւ իր ազատ կամքի արտահայտությունն է, բայց ինչումն է խնդիրը, որ գայթակղություն դնել մարդու առաջ չի կարելի մարդուն գայթակղել, որ հետո էլ տեսնենք մարդը կգայթակղվի թե չի գայթակղվի, կընդդիմանա գայթակղությանը թե կուլ կգնա գայթակղությանը։ Սրա մասին է խոսքը, որ ասում է վայ նրանց, ովքեր կգայթակղեցնեն մարդկանց։ Փաստորեն ուրիշին գայթակղելը հենց այդ արարքը մեղք է, այո, ինքնին մեղք է եւ շատ ավելի ծանր մեղք է, քան տվյալ մեղքը, եթե մարդը ինքը գործած լիներ, այսինքն ուրիշին ներքաշել մեղքի մեջ։ Դեռ ավելին ավետարանում Քրիստոսն ասաց, եթե որևէ մեկը գայթակղեցնի այս մանուկներից մեկին, ավելի լավ կլիներ նրա համար, որ ընդհանրապես ծնված չլիներ, աշխարհ եկած չլիներ, այսինքն ինչքան սոսկալի բան է գայթակղություն դնելը մարդու առաջ, որ ավելի լավ կլիներ, որ այդ մարդը ծնված չլիներ։ Սա փաստորեն սատանայի արարքն էր, որտեղ ի սկզբանե սատանան սրանով զբաղվեց մարդկանց ներքաշել, պատրել եւ գցել մեղքի մեջ։ Եվ ովքեր այսօր նման բանով են զբաղվում, այսինքն մարդկանց գայթակղում են, իրենք փաստորեն սատանայի կամակատարներ եւ ծառաներ են լինում։ Օրինակ, ինչ գայթակղություններ դուք նկատի ունեք, որոնք ձեր կարծիքով առավել տարածված են մեր իրականության մեջ։ Արդեն խոսեցի այդ տարբեր տեսակի տարաբնույթ գովազդների մասին, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, ավելի վատ գիշերային ակումբների, խաղատների եւ այլն, բազմաթիվ, որոնք հատկապես վտանգավոր են աճող սերնդի պատանեկության եւ երիտասարդության համար, եւ սրանց վրա հատկապես ուշադրություն են դարձնում երիտասարդները։ Գիտեք, հազիվ թե նման գովազդները կարողանան լրջորեն ազդել միջին տարիքի մարդու վրա, մարդու կյանքում կամ ուր կարող են հասցնել մարդուն։ Դերեր, խոսելով մեղքի մասին, դուք ասացիք, որ մեղքն է պատճառը, որ մարդիկ իրենց աբերժանիկ են զգում։ Խնդրեմ բարձրաբանեք, ինչու է մեղքը աբերժանկության պատճառ եւ առասարակ ինչպիսի հետևանքներ է մեղքը իր հետ բերում։ Ես արդեն նշեցի, որ Աստված զգուշացում արեց նախաստեղծներին, որ այն օրը, որ ուտեք պտղից, կմեռնեք։ Եվ երբ Ադամն ու Եվան անհնազանդ գտնվեցին, մեղքը անհնազանդությունն էր, այլ ոչ թե ուտել-չուտելու պարագա կար այստեղ։ Աստծո պատվիրանը զանց առան, չպահեցին։ Աստված ասեց, հողը իր ու նորից հող պիտի դառնաս։ Այսինքն մեղքի առաջի եւ ամենասոսկալի եւ ամենամեծ հետևանքը եղավ մահը։ Եվ պիտի նորից հիշատակեմ Պողոս առաքյալի խոսքերը, որ ասում է մեղքի վարձքը մահն է։ Այսինքն մեղքը անմիջապես բերում է իր հետևանքը։ Մեղավորը պիտի մեռնի։ Եվ այսպիսով Ադամից սկսած բոլոր մարդիկ եղան մահկանացու, որովհետև մեղքը իրենց մեջ, ադամական, սկզբնական, առաջին մեղքը իրենց մեջ ունենալով, ժառանգաբար ունենալով աշխարհ եկան եւ չէին կարողանում խուսափել մեղանչումից։ Միշտ հայտնվում էին մեղքի մեջ եւ սա արդեն մարդու կյանքը չէր կարող երջանիկ անել։ Եթե մարդու կյանքը պիտի ավարտվեր, վերջանար մահով, մարդը չի կարող երջանիկ լինել։ Ամեն մի երջանկություն պատրանքային, ժամանակավոր, անցողիկ, ոչ մնայուն, ոչ հարակա պիտի լիներ։ Եվ մարդուն այս վիճակից ազատագրման խնդիր կար։ Իսկ ինչպես է մեղքի քավությունը, ինչպես է մեղքից ազատագրումը։ Սրա մասին էլ եթե հետևում ենք Սուրբ գրքին, 5 կտակարանում Աստված օրենքները տվեց։
եւ մեղքերից ազատագրվելու համար պատարակների եւ զոհերի, միջոցը ցույց տվեց մարդկանց, այսինքն մեղավոր մարդը մարգարեն ասում է մեղքը մաքրվում է միայն արյամբ, այսինքն մեղքի դիմաց արյուն պիտի հեղվի։ Եվ մարդիկ զվարակներ, նոխազներ, այսինքն կենդանիներ էին զոհաբերում, զոհաբերություններ էին անում մեղքի դիմաց։ Իսկ արյունը ինչով կարող է սրբել այդ մեղքը, քավել, ծածկել, իջիկ դարձնել ի վերջո։ Արյունը կյանքն է, մեղքի դիմաց կյանք պիտի տրվի, որովհետև մեղքի վարձքը մահն է, կյանք պիտի տրվի մեղքի դիմաց, արյուն պիտի եւ փոխանորդաբար կենդանիների արյունն էր հեղվում մեղքերը քավելու համար, բայց այս արյան հեղումը, այս զոհաբերությունները կատարյալ չէին, որովհետև ամբողջ աշխարհի ողջ կենդանիները բավարար չէր մեկ մարդու մեղքերի քավության համար։ Դրա համար Աստված ինքը մարդացավ, մարմնացավ, աշխարհ եկավ եւ ինքը որպես զոհ մատուցվեց զոհասեղանի վրա։ Ինքը իր արյունը հեղեց, որի աստվածային սրբասուրբ արյան մեկ կաթիլը բավարար էր ամբողջ երկրագնդի մեղքերը սրբելու, մաքրելու համար։ Դուք նկատի ունեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչը։ Այո, խաչի վրա իր կատարած զոհաբերումը, փրկagorցությունը, որ կատարեց խաչի վրա, եւ հիշում ենք Ավետարանի սկզբում, ինչպես Հովհաննես Մկրտիչը մատնացույց անելով Քրիստոսին ասում է. «Ահա գառն Աստուծո, որ պիտի վերցնի աշխարհի մեղքը»։ Այսինքն, սա Աստծո այն գառնուկն էր, այն զոհն էր, այն ընծան էր, որ պիտի պատարակվեր, որ պիտի զոհաբերվեր, որի արյունը պիտի հեղվեր մարդկությանը մեղքից սրբելու, որի կյանքը պիտի դրվեր մեզ կյանք պարգևելու համար։ Դեր ասում եք, որ մեղքի վարձքը մահ է եւ պաստորեն Քրիստոսի արյամբ, խաչի վրա թափված իր արյամբ մարդիկ մաքրվում են իրենց մեղքերից, այսինքն մարդկանց մեղքերը քավում են եւ թողություն է շնորհվում այդ մեղքերին։ Եվ եթե քավում են եւ թողություն է շնորհվում մեղքերին, ապա բնականաբար պետք է վերանար նաեւ հետևանքը, մեղքի հետևանքը, որ է մահը։ Սակայն տեսնում ենք, որ այսօր էլ Քրիստոսի այդ փրկagorցական տնօրենությունները կատարելուց հետո էլ դարձյալ մահ երևույթը գոյություն ունի։ Մարդիկ շարունակում են մեռնել։ Դա ինչով է բացատրվում։ Ուրեմն մեղքի նկատմամբ հաղթանակը, այսինքն մահվան նկատմամբ հաղթանակը, մեղքի հետևանքի նկատմամբ հաղթանակը մենք ունեցանք Քրիստոսի հարությամբ։ Քրիստոս չմնաց գերեզմանում, խաչի վրա մեռնելուց հետո, գերեզման դրվելուց հետո հարություն առավ երրորդ օրը եւ իր հարությամբ հաղթեց մահվանը եւ Քրիստոս խոստում տվեց, որ բոլոր ինձ հավատացողները թեև մեռնեն, հարություն պիտի առնեն եւ այս բանի վկաները եղան առաքյալները, այն առաքյալները, որոնք մահվան չարչարանքների վախից բռնված լքեցին Քրիստոսին եւ փախան մատնության գիշերը։ Այս նույն առաքյալները Քրիստոսի հարության վկաները լինելով, տեսնելով հարությունը, այնքան քաջացան, որ բոլորը նահատակվեցին։ Այսինքն իրենց համար այլևս մահը վերջ սոսկում սարսափ չէր, այլ գիտեին, որ մահվանը հաջորդում է հարությունը։ Այս նույն հավատքն ունեցան մեր հայրերը, Վարդանանք, մահ իմացյալ անմահություն է ասելով, այսինքն իրենք գնում էին հաստատ մահվան, բայց գիտակցված մահվան, որովհետև գիտեին ինչի էին գնում, հանուն Քրիստոսի, հանուն հավատքի, հանուն եկեղեցու, այսինքն հարության գաղափարը, հարությունը եկավ մահվանը հաղթելու եւ այսօր էլ Գրիգոր Տաթևացին հետաքրքիր է ասում է Քրիստոսի հարությամբ երկու հարություն տեղի ունեցավ։
հոգու հարություն եւ մարմնի հարություն։ Այսինքն Այսինքն հոգու հոգու հարությունը մենք ունենում ենք արդեն իսկ այս կյանքում, այս ժամանակավոր կյանքում ապրելով քրիստոնյան Քրիստոսին հավատացողը ունենում է հոգու հարություն, վերածնունդ, մեղքից ազատված կյանք։ Իսկ մարմնի հարությանը մենք բոլորս պիտի արժանանանք համընդհանուր հարության օրը Քրիստոսի երկրորդ գալստությամբ։ Տեսեք, մենք խոսեցինք մեղքի մասին, սակայն երկու այսպիսի զատորոշումներ պիտի անենք մեղքի։ Ադամական մեղք ինչի մասին ասեցինք, որ մենք ժառանգաբար ենք ընդունում, որ մենք մեղանչական ենք ծնվում։ Եվ երկրորդ, ներգործական մեղք, այսինքն մեղքեր, որ մենք գործում ենք մեր կյանքի ընթացքում։ Եվ այս երկուսից էլ մենք ազատվելու խնդիր ունենք։ Ադամական մեղքից մենք ազատվում ենք մկրտության խորհրդի միջոցով։ Ադամական մեղքից մենք ազատվում ենք եկեղեցու սուրբ ավազանի մեջ մկրտվելով եւ Աստծուն որդեգրվելով։ Ներգործական մեր կյանքում գործած մեղքերից, հետ մկրտության մեր գործած մեղքերից մենք ազատվում ենք ապաշխարության խորհրդով, որ եկեղեցին ունի, այսինքն զգալով մեր մեղքը, ճանաչելով մեր մեղքը, մեղքի համար ցավ ապրելով, մեղքի համար սրտի խորը վիշտ ու կսկիծ ապրելով, խոստովանվելով, մեղքերի համար հատուցելով եւ մեղքերի արձակում գտնելով է, որ մենք ազատվում ենք մեր կյանքում գործած ներգործական մեղքերից։ Սա է ճանապարհը մեր հարության, հոգևոր հարության, այս կյանքում արդեն հարություն ապրելու։ Եվ այստեղ շատ կարևոր է, արա իսկապես դուք ասեցիք հաղորդման սկզբում, որ հոգևոր գիտակցության աճի հետ շատ հաճախ սկսում է օգտագործվել մեղք հասկացողությունը։ Իրապես ցավ սրտի այսօր մեր իրականության մեջ կարծեք թե հետին պլան մղված կամ մոռացված հասկացողություն է մեղքը, այնինչ ամեն մարդու կյանքում սա առաջնային հասկացողություն պիտի լինի, որովհետև մեր բոլոր չարիքների արմատը, սկիզբը, կամ ինչպես Հովհան Ոսկեբերանն է ասում, իսկական չարիքը միայն մեղքն է։ Մեղքը մեզ այս օրվան հասցրեց եւ մարդու ամբողջ կյանքի խնդիրն է ազատագրումը մեղքից։ Եվ այսօր, եթե մեղքի մասին չի խոսվում, սա էլ չարի եւ սատանայի ներգործությունն է, մոռացնել տալ մեղքը, իրականում մեղքը կա, իրականում մենք բոլորս մեղավորներ ենք ու մեղքի մեջ ենք, ավետարանն է ասում է ով որ կասի թե ես մեղավոր չեմ, նա միայն ինքն իրեն է խաբում եւ որևէ մեկին խաբել, իրականում մենք մեղքի մեջ ենք, բայց մենք մեզ մոռացնել են տալիս մեղքը, մեզ մեղքը մեղք չհամարել են տալիս, հասկանում ես, սա ամենատարբեր կերպերով, հասարակությունը, ժամանակը, դաստիարակությունը, բայց այս բոլորի նպատակը մեկն է, մարդուն չթողնել կենտրոնանալ իր մեղքի վրա, որպեսզի մեղքի մեջ մնալով կորցնի իր հավիտենական երջանկությունը, կորցնի դեպի Աստված վերադառնալու հնարավորությունը, կորցնի իր փրկությունը։ Մեղքի վարձքը մահն է, մեղքի մեջ մնալով գնա հավիտենական մահվան, այսինքն դատապարտվի կորստյան, այլ ոչ թե գտնի հոգու փրկություն, վերադառնա դեպի իր արարիչ Աստված եւ հավիտենական երջանկություն ունենա։ Շնորհակալություն Տեր հայր, թույլ տվեք սրանով եզրափակել մեր այսօրվա զրույցը մեղքի մասին։ Իմ զրուցակիցն էր արժանապատիվ Տեր Գրիգոր Քահանա Հովհաննիսյանը։ Հիշեցնում եմ, որ ձեր հարցերն ու առաջարկությունները կարող եք ուղղել 54 88 70 հեռախոսահամարով կամ հետևյալ էլեկտրոնային հասցեով ara@vem.am։ Օրհնեցեք Տեր հայր։ Հիշեք, մեղքի վարձքը մահն է, Աստված օրհնի։